Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։ Նրանք նաև հետևել են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է Հայաստանի ղեկավարության հետ քննարկել երկկողմ հարաբերությունները և հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները, հաղորդում է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Հայկական կողմի նախաձեռնությամբ կայանալիք այս հանդիպման ժամանակ Արաղչին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներից, օրակարգում կլինեն նաև Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները։ Ջերմության բարձրացում, թուլություն, քաշի, ախորժակի անկում, հոգնածություն, գիշերային քրտնարտադրություն, հազ, արյուն խորխի մեջ, կրծքավանդակում ցավ։ Այս հիմնական ախտանիշներով է արտահայտվում տուբերկուլյոզը, որը աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից մեկն է։ Թոքաբանության ազգային կենտրոնի դեղակայուն տուբերկուլյոզային բաժանմունքի ղեկավար բժիշկ ֆտիզիատր Լիլիթ Գևորգյանի խոսքով հիվանդության տարածման հիմնական ուղին օդակաթիլայինն է, բայց կան նաև այլ ուղիներ։ Սննդային ալիմենտար, կոնտակտային ուղի, կարող է նաև մորից պտղին փոխանցում լինել, բայց հիմնականը դա օդակաթիլային փոխանցման ուղին է։ Ամեն տարի մարտի 24-ին նշվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը և խթանել հիվանդության դեմ պայքարի միջոցառումները։ Ժամանակակից բժշկությունը տրամադրում է տարբեր մեթոդներ տուբերկուլյոզի ախտորոշման համար, ինչը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել ավելի վաղ փուլերում և կանխել դրա տարածումը։ Ախտորոշման մեթոդները լաբորատոր և գործիքային մեթոդներն են, գործիքային մեթոդներից կիրառում են ռենտգեն հետազոտություն, ԿՏ հետազոտություն, լաբորատոր մեթոդներից բացի արյան և մեզի քննությունից հենց կատարվում է խորխի քննություն, խորխի մանրադիտում, խորխի ցանց և արդեն հետագա բոլոր հետազոտությունները ըստ դեղազգայունության որոշման։ Տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է, սակայն չի բացառվում հիվանդության կրկնությունը անգամ լիովին բուժումից հետո։ Բուժման հիմնական մեթոդը անտիբիոտիկոթերապիան է, կիրառվում են առաջին և երկրորդ շարքի հակատուբերկուլյոզային անտիբիոտիկներ, բուժման տևողությունը տարբեր է, տևում է սովորաբար ամիսներ, կախված ախտահարման ձևից և կախված թե ինչ կայունության հարուցիչ է։ Բժիշկ ֆտիզիատրի խոսքով Հայաստանում արդեն դիտվում է շատ լավ դինամիկա, հիվանդացության և տուբերկուլյոզից մահացության ցուցանիշները նվազել են։ Հիվանդացությունը մոտ 10 տարվա կտրվածքով նվազել է 66%-ով, թիրախը 50%-ներ, սակայն մենք ունենք այդպիսի լավ 66% արդյունք, իսկ մահացություն նվազել է 50%-ով։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տուբերկուլյոզը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քան կանանց։ Առավել շատ հանդիպում է տղամարդկանց մոտ, կապված է ռիսկի գործոններով։ Տուբերկուլյոզի ընդհանրապես ռիսկի գործոնները վնասակար սովորությունները կարող են լինել, ներառյալ նաև ծխելը, ալկոհոլի օգտագործումը, թմրանյութերի օգտագործումը և իհարկե բժշկական ռիսկի գործոններ գոյություն ունեն այլ հիվանդությունների հետ պայմանավորված։ Տուբերկուլյոզը հնարավոր է կանխարգելել։ Կանխարգելման կարևոր քայլերից դեղակայուն տուբերկուլյոզային բաժանմունքի ղեկավարը հորդորում է ժամանակին պատվաստվելը, առողջ սնվելը, վատ սովորություններից հրաժարվելը, անձնական հիգիենայի կանոնների պահպանումը և դիմակների կիրառումը։ Կոտայքի մարզի ծննդատներում մարտի 16-ից մարտի 23-ը ներառյալ ծնվել է 25 երեխա։ Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ Հրազդանի ծննդատուն 6 երեխա, 3 տղա, 3 աղջիկ, Աբովյանի ծննդատուն 12 երեխա, 7 տղա, 5 աղջիկ, Չարենցավանի ծննդատուն 3 երեխա, 2 տղա, 1 աղջիկ, Նայիրիի ծննդատուն 4 երեխա, 2 տղա, 2 աղջիկ։
Աբովյան համայնքում շարունակվում են գարնանային բարեկարգման աշխատանքները։ Համայնքի փողոցներում, բակային ու հանրային տարածքներում կատարվում են ընդհանուր մաքրության, կուտակված աղբի տեղափոխման, ապօրինի ցանկապատերի ապամոնտաժման ծավալուն աշխատանքներ։ Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը սեզոնային բարեկարգման շրջանակում իրականացնում է նաև ծառերի սանիտարական էդ և անձրևատար դիտահորերի մաքրման աշխատանքներ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 21-ից մարտի 24-ը ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որոնցից 13-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9, կողոպուտի ավտոմեքենայի գողության մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության 1 դեպք, հայտնաբերվել է 10 հետախուզվող կամավոր ներկայացել 2-ը։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 23 պատահար, 2 մարդ զոհվել է, 25 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարտի 17-ից 23-ը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 705 դեպք, որոնցից 354-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 275, փլուզման, օձի նկատման 2-ական, քարաթափման, մերկասառույցի 5-ական, պայթունի, երկաթգծի ուղիների պատահարի, դարափուլի, երկրաշարժի 1-ական, բնական հրդեհի, թունավորման 4-ական, կեղծահազանգի 6, ինքնասպանության փորձի 15, ճանապարհատրանսպորտային պատահարի 55, ինչպես նաև կենցաղային կանչի 140, հրդեհի ծագման սպառնալիքի 36, հրդեհի կեղծ կանչի 32, 120 այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 78 դեպք, փրկարարներն օգնություն են ցուցաբերել 187 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 99 տրանսպորտային միջոց։ Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել 21 մարդ։ Մարտի 24-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամի 9-ի սահմաններում Աբովյան Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW, Mercedes, Opel և VAZ-2104 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վիրավորը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ ինքը չի տուժել։ Մինչ շտապօգնության ժամանումը վարորդներին ու վիրավորին օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, մայրաքաղաք Կիևում զոհվել է 3 մարդ, այդ թվում 5-ամյա երեխա, հայտնել են քաղաքային իշխանությունները։ Հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է, նրանցից ամենափոքրն ընդամենը 11 ամսեկան է։ Ընդհանուր առմամբ մարտի 23-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա, կիրառելով 147 շահեդ տիպի և այլ տեսակների հարվածային անօդաչու թռչող սարքեր, գրոհելով 5 ուղղություններից։ UEFA ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆում Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անտալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացածկի վարժությունում։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտի մարզում Ամբերտ Բարցելեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ և Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Մարտի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան է, 2-ից 5 մետր վարկյան, օդի ջերմաստիճանը մարտի 25-ից 29-ը ցերեկային ժամերին կբարձրանա 11-ից 14 աստիճանով, Երևանում մարտի 25-ից 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։